Ես չգիտեմ ֆորմատը հրավերամերն է, դուք ցանկանաք մասնակցեք, չեք ցանկանա, չեք մասնակցի, ինչպես ես հիմա կցանկանամ կպատասխանեմ ձեր հարցերին կամ չեմ ցանկանա, չեմ պատասխանա ձեր հարցերին։ Ես հանրությանը հաշվետու եմ, եթե դուք ուշադիր եք, եթե հետևում եք ուղիղ եթերով նաև ամբողջ զեկույցը գնում են, այդ թվում նաև հնարավորություն կա շատ ու շատ հարցերի պատասխանելու։ Շատ լավ, ոլորտի վերաբերյալ, եթե հարցեր կա, սիրով պատասխանեմ, եթե չէ, առաջիկայում նոյեմբերի 11-ին ունենալու եմ ավելի մանրամասն զեկույց, ազգային ժողովի լիովին ես քաղաքական պաշտոնը զբաղեցնում եմ, կրում քաղաքական պատասխանատվություն։ Այո, շատ լավ։ Ոլորտի վերաբերյալ հիմա հարցեր կտակ, եթե կա, փորձեմ պատասխանեմ, եթե չէ, ես եւս մեկ զեկույց եմ ունենալու, զեկույցի ժամանակ ավելի մանրամասն կասեմ։ Հասկանանք, դուք օրինակ առաջադրվել եք քաղաքացիական պայմանագրի ցուցակներն են արդեն կան, դուք առաջադրվել եք ցանկություններ։ Դեռ ոչ չեմ առաջադրվել։ Լինելու է առաջադրում լինելու ինչ մտքեր ունեք։ Դե ժամկետները մինչև նոյեմբերի 30-ն են, ես քննարկեմ իմ գործընկերներով, որոշում կայացնում, այդտեղ գաղտնի բան որից է բան չկա, եթե չեմ սխալվում, 1 ամիս դեռ ժամանակահատված կա, այս բանը դեռ չեմ առաջադրվել, եթե առաջադրվեմ, կարծում դուք տեղյակ կլինեք։ Բայց հավակնում եք առաջադրվել։ Երբ որոշումը կայացնեմ պաշտոնական դիմեմ կուսակցության վարչությունը, այդ ժամանակ ձեզ կտեղեկացնեմ որոշման մասին։ Ճիշտ ենք հասկանում, ձեզ համար դեռ միանշանակ չէ Նիկոլ Փաշինյանի հետ շարունակել քաղաքական ճանապարհը։ Չէ, դուք սխալ եք մեկնաբանում, ձեր գործընկերը նշում էր, որ քաղաքական պաշտոն զբաղացնում, հիմա դուք ասում եք, որ ձեր ասածից լուսակար ես քաղաքական պաշտոն չես զբաղվում։ Աներկբաս եք, այո, իհարկե շարունակում եմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես կուսակցության անդամ եմ, անկախ նրանից ես առաջադրեմ, թե չեմ առաջադրվի։ Առասարակ առաջադրվելը դա ազգային ժողովի հաջորդ ընտրությունների ցուցակին է վերաբերում։ Հիմա ես պետք է հասկանամ, քննարկեմ գործընկերների հետ, արդյոք օրինակ իմ պատկերացումներով կամ իմ գործընկերային պատկերացումով պատրաստվում եմ աշխատանքը շարունակել ազգային ժողովում, թե կառավարությունում, իսկ նման հարցերի մասին է խոսքը։ Քանի դեռ գործող նախարար եմ եւ կուսակցության անդամ, միանշանակ կիսում եմ իմ գործընկերների կառավարության քաղաքականությունը։ Այդտեղ հարց չի կարող լինել։ Պարոն Մաթևոսյան, դուք նաև մարզպետ եք եղել, այդ որոշումներ կայացնել այդքան բարդ է եղել, շատ քննարկել եք ձեր գործընկերների հետ, այսպես երկար, այսինքն մարզպետ երբ որ նշանակվել եք այդ որոշումը պետք է ամբողջը բարտացնել։ Ես ասացի, որ 1 ամիս ժամանակահատված կա, ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան։ Ես նույնիսկ այստեղ չեմ եղել, որ հասկանամ ինչ փաստաթղթերապետ ներկայացնեմ կուսակցության։ Ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան եւ նշեցի դեռ 1 ամիս կա, որպեսզի ինչպես տեղյակ եք, եթե տեղյակ եք, այնտեղ ուղղակի դիմումի ձևով ներկայացում են կենսագրություն, ներկայացում են դիմում առանձին։ Եվ այդ ամբողջը քննարկվել է։ Ուղարկել է այդ դիմումը, կարող եք օրինակ գնալ, դուք էլ ուղարկել, պարոն Մաթևոսյան։ Ես այսօր եմ վերադարձել, չեմ կարծում բարդ բան կա, որ ես դիմումը լրացնեմ։ Ընդհանրապես բարդ բան չկա այդտեղ։ Կանոնները ձեզ համար նորություն են, ինչ կապ ունի երբ եք վերադարձել։ Ինչ կանոններ։ Դիմումը ուղարկել։ Կանոնը սահմանված է 1 ամիս ժամանակահատված։ Եվ կանոնը սահմանում է կուսակցությունը։ Լավ։ Չէ, ուղղակի որ ասեցիք չեմ հացրել ծանոթացել, դա եմ ուզում հասկանալ։ Ոչ, եզակի դեպքերից էր եւ 2-3 օրով արձակուրդ էի։ Ձեր ոլորտը շատ հետաքրքիր է շրջակայքի հետ կապված, որովհետեւ շատ են գործողումների լինում կապված COP17-ի նախագահության հետ կապված։ Ձեր ոլորտի հետ կապված ամենաշատը, որ լրագրողները այսպես հանդիպում են խնդիրը, դա Սևանա լճի հետ կապված հարցերն են։ Հիմա ոլորտային հարց եք ուզում եմ հասկանալ, դուք այս սրա հետ կապված շատ է խոսում, որ շատ են բաց թողնում ջուրը ռոռոկման հետ կապված աշխատանքների համար։ Այս տարվա, եթե համեմատում ենք մյուս տարիների հետ, ինչ վիճակ է Սևանա լճի մակարդակը։ Այս պահին Սևանա լճի մակարդակը, հիմա չեմ ուզում թվերի մեջ սխալ ասեմ, որտեվ նաև նշեցի 14 սանտիմետրի մասին էր խոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ կապված, իսկ գալիք տարի օրենքով սահմանված սահմանաչափը ռոռոկման ջրի օգտագործման համար, որը 170 միլիոն խորանարդ մետր է, մենք հնարավորինս ամեն ինչ անելու ենք, այդ նաև վարչապետի հանձնարարությամբ, իսկ վարչապետը նաև հանձնարարություն տվել է հրապարակայնորեն ձեր եւ ձեր գործընկերների հետ քննարկման ժամանակ, եթե չեմ սխալվում, նշել է, որ 2026 թվականին ամեն ինչ պետք է անենք, որպեսզի 170 միլիոն խորանարդ սահմանաչափը չգերազանցենք։ Եվ այդ ուղղությամբ աշխատելու ենք մեր գործընկերների հետ միասին։ Մաքրման աշխատանքներ եւ ոչ միայն Սևանա լճի, այլ հարակից տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են։
ապօրինի կառույցների մաքրման աշխատանքները եւ ջրավազանի հարակից անտառների հատվածը մաքրման աշխատանքները այս տարի դեռ շարունակվում են, դեռ չեն ավարտվել։ Ինչպես է նախընտրություններով եք առաջնորդում, օրինակ այնտեղ տներ կան, կառույցներ կան, որ իշխանական են կամ ընդդիմադիր են, ինչպես եք առաջնորդում այս դեպքերում։ Ապօրինի շինությունների հարցը լուծում է մի շարք տարբեր գերատեսչությունների շրջանակներում, ոչ միայն շրջակա միջավայրի նախարարությամբ, եւ սկսած մեր նախարարությունից, վերջացած մեր մյուս գործընկերներից, ես բացառում եմ, որ այնտեղ կողմնակի որոշումներ կայացվեն ցանկությամբ ապօրինի շենքշինությունները քանդվեն կամ չքանդվեն, դա բացառում է։ Տեսեք ինչ եմ հարցնում, որովհետև վերջերս շրջակա միջակայքները կա, ձեր նախարարություններ ուղարկվել, ազգային ժողովի նախագահի դիմումը, պայմանապատված Հայկ Սարգսյանի հետ կապվող այսպես բացօթյա տարածքի օբյեկտի հետ կապված։ Այստեղ ինչ որոշում է կայացվել եւ բազմաթիվ խախտումների մասին արձանագրություններ կան, հաշվի են առնվել, ինչու է դեռ շարունակում գործել այդ կառույցը, այսինքն այս դրա հետ կապված ինչ որոշում է կայացվել նախարարությունը եւ պատասխանել ազգային ժողովի նախագահին։ Բացի ազգային ժողովի նախագահից, բացի պարոն Սիմոնյանից, մենք շատ ու շատ դիմումներ ենք ստանում տարբեր խնդիրների վերաբերյալ եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի հետեւականորեն այդ խնդիրներին լուծում տանք։ Այս պահին նմանատիպ ունենք բազում դիմումներ նախարարությունում եւ բոլոր դիմումները ըստ անհրաժեշտության մենք ընթացք ենք տալիս։ Բայց կոնկրետ Հայկ Սարգսյանից առնչվող այդ տարածքի հետ կապված կա ուսումնասիրություն, թե ոչ։ Ես չգիտեմ ձեր ասած տարածքը ում տարածքն է, ինչ տարածք է, բայց ես ասում եմ շատ ու շատ դիմումներ կան կոնկրետ Սևանի հարակից շրջանում, տարբեր վարձակալություններ, ես տվյալ վայրում երբեք չեմ եղել ինքս, դուք չգիտեմ ինչ փորձ ունեք, բայց ես ինքս չեմ եղել, նմանատիպ շատ ու շատ վարձակալության հարցեր կան Սևանի ավազանի շրջակա հատվածում, որոշները եղել են դեռ շատ վաղուց նախկին գործող օրենքներով, որոշները մենք նոր ենք հայտարարում մրցույթներ, իսկ եթե առանձին մտահոգություններ կա, խնդրում եմ կոնկրետ ասեք, մենք սիրով կպատասխանենք, իսկ եթե որից է ապօրինության հարցը առաջանա, մենք անպայման նկատի կունենանք։ Միանշանակ ես բացառում եմ, նորից եմ ասում, ես բացառում եմ, որ կողմնապահ որոշումներ կայացվեն։ Բացառում եմ։ Ազգային ժողովի նախագահի պատասխանեք եք իր դիմումը եկել է ձեզ մոտ, պատասխան ուղարկել։ Էլի եմ ասում, հիմա ես չեմ ուզում անդրադառնալ դրա մասին, որտեվ շատ դիմումներ եմ, հիմա ուրիշ դիմումների մասին չեք հարցնում, շատ դիմումներ եմ ասում։ Խնդրում եմ Արեն Սիմոնյանի Այդ թվում նաև ազգային ժողովի падգամավորներից ենք շատ դիմումներ ստանում, ընդդիմադիր ֆրակցիաներից ենք շատ դիմումներ ստանում, դիմումները ստանում ենք եւ նույն կերպ ընթացք ենք տալիս։ Բայց ստացել եք ազգային ժողովի նախագահի դիմումը։ Ես չեմ կարող մեկնաբանել, գրավոր գրեք, ասեմ, ես նախարարության ամբողջ մալբրին չեմ վերահսկում ինքս։ Եթե պատկերացնում եք հազարավոր դիմումներ եմ ես ինքս ստանում եւ ոչ միայն պաշտոնական, այլ նաև մեյլերով։ Հա, բայց սա հերթական ինչ-որ շարքային դիմում է, չի ազգային ժողովի նախագահի կողմից ուղարկված դիմում է։ Ազգային ժողովի նախագահի ստացած դիմումը, ինչպես որ մնացած բոլոր դիմումները, մենք ընթացք ենք տալիս նույն կերպ, չկա առանձին հատուկ ընթացակարգ, եթե դա պաշտոնատար անձի կողմից ստացած դիմում է, ուրեմն առանձին պետք է ընթացակարգ ստանա։ Նույնը վերաբերվում է իմ դիմումների մասին։ Հիմա մեր կողմից շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունները այնպես չէ, որ ՇՄՆ նախարարի կողմից է, ուրեմն պետք է ինքը հատուկ ընթացանա, ոչ։ Կա ընթացակարգ, կա օրենք։ Պարոն նախարար, կոպի նախապատրաստական աշխատանքներից ինչ մանրամասներ կհաղորդեք, հրավիրյալների հաստատված ցանկ կա, արդյոք Ադրբեջանը հրավիրյալների ցանկում է եւ հաստատել է արդյոք իր մասնակցությունը։ Այս բան շնորհակալություն հարցերով, այս բան մենք հրավիրյալների ցանկ չունենք, ընդհանուր երկու ուղղությամբ է հիմնականում մեր աշխատանքները բաժանված, առաջինը լոգիստիկ կազմակերպչական եւ երկրորդը արդեն բովանդակային ՄԱԿ կենսաբազմազանության քարտուղարության գործընկերների հետ մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում, նրանք բարբերաբար այցելում են հանրապետություն, շրջայցներ են կատարում, խորհուրդներ են տալիս, ուղղություններ են տալիս, իրենց հետ միասին աշխատում ենք, այս բանը կարող եմ նշել, որ մենք ունենալու ենք պաշտոնական կապույտ զոնա ասված հատվածը, որը տեղի կունենա Մերիդիան Էքսպո կենտրոնում հոկտեմբերի 16-ից սկսած, իսկ կանաձորնա հատվածը, որը բաց կլինի մեր հասարակության համար, քաղաքացիության համար, քաղաքացիների համար տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան
համալիրում բավականին դեռ շատ աշխատանքներ ունեն կանելու եւ այս պահին էլ աշխատանքներ իրականացում են բովանդակության հետ կապված ես իմ ելույթում նշեցի կամ եթե չեմ սխալվում գործընկերների մեկին հարցին պատասխան նշեցի որ օրակարգի կազման փուլում ենք այս պահին այս պահին հստակ գիտենք որ օրակարգային մեկ հարց կունենանք դա վերաբերելի է համաշխարհային վերանայման ծրագրին, որը մեզ հնարավորություն կտա վերհանելու են բոլոր խնդիրները, ինչ բոլորս ունենք, բոլորս, այսինքն համաժողովի անդամ երկրները, 196 երկրները անհրաժեշտ կատարել այդ խնդիրներին, վերհանել եւ եթե կարիքը կլինի, արդեն նոր մոտեցումներ եւ նոր առաջարկներով հանդես գալ, որպեսզի մինչ 2030 թվականը մեր սահմանված նշաձողին հասնելու համար աշխատանքներում շտկումներ կատարենք մնացածը բոլոր ընթացիկ աշխատանքներ են առաջիկայում տեղի կունենա COP30-ը Բրազիլիայում Բելեմ քաղաքում մեր պատվիրակությունը մասնակցելու է անպայման այնտեղ էլ վերհանված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերվում են կլիմայի ուղղությամբ եւ իրենց փոխկապակցվածությունը կենսաբազմազանության հետ նաեւ փորձելու են կանադարձ կատարել մեր համաժողովի շրջանակներում Դուք վարչապետ նշեմ որ առաջիկա հաջորդ ելույթը լիագումար նիստի ժամանակ հիմնականում ելույթը ներառելու է COP17-ի նախապատրաստական աշխատանքները